Եթե դու օրինակ երեխայի մոտ ձևավորում ես մտածողություն, որ կրթությունը ընդհանրապես գործիք է, այլ ոչ թե ինքնանպատակ, այն ծառայում է այլ նպատակների խնդիր լուծելու, այսինքն գումար վաստակելու, առաջ գնալու, այլ ոչ թե ինքնարժեք է, այլևս նա երբեք չի ուզենա սովորել։ Կամ կսովորի պարտադրված, կսովորի ոչ թե որովհետև իր բնազդային սովորելու ձգտումը վերածվել է իրական գիտակցված մեծ ցանկության, այլ մնացել է այդ բնազդային մակարդակի վրա։ Հա, արագ կարող են փորձել իրավիճակում մի բան անել, բայց դա երբեք չի տա այն արդյունքը, որ մենք ակնկալում ենք։ Ասածս այն է, որ երբ որ մենք խոսում ենք կրթությունը իրականության հարմարեցնելու մասին, մենք պետք է շատ զգույշ լինենք, որտեվ կրթությունը մի բան է, որը եթե դու փորձում ես հարմարեցնել, միանգամից իրեն վերածում ես գործիքի, վերածում ես հանգամանքի, վերածում ես մի բանի, որ այո, ստիպված ենք անել, որովհետև կարծես թե առանց դրա դժվար է։ Ոչ։ Եթե մենք այդպես վերաբերվենք կրթությանը, եթե մենք այդպես վերաբերվենք մարդկանց, սիրո, ցանկացած բանի, դա վայրկյանական բերում է արժեզրկման։